Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, շնորհակալ եմ պարոն Դանիելյան մեր հավելն ընդունելու համար։ Հայ-ռուսական հարաբերություններում այսպես վայրիվերումներ են, նոր հայտարարություններ, նոր իրադարձություններ։ Այս վերջին ընթացքի գործընթացները սկսվեցին Փաշինյան-Պուտին հանդիպումից, որտեղ հանդիպան ընթացքում Պուտինը իր հայտարարությունն արեց, Փաշինյանը կշտամբեց ժողովրդավարության տեսանկյունից իբրև թե Ռուսաստանին, բայց դրան հաջորդեց Եվրոպական քաղաքական համայնքի համաժողով, որին մասնակցեց նաև Զելենսկին, այստեղից Ռուսաստանին ուղղված հայտարարություններ արեց։ Եվ հետո եկավ արդեն Պուտինի առաջարկը, որ Հայաստանը պիտի որոշի ԵԱՏՄ թե ԵՄ, եւ հանրաքվեի առաջարկ արեց։ Ինչպես է գնահատում այս ընթացքը, ինչ է սա նշանակում, ինչ նոր գործընթացի սկիզբ է, ռուսները ստիպելու են Հայաստանին որոշում կայացնել, այսինքն երկու աթոռին չնստելի վերջո մեր փողով դեպի Եվրամիություն չգնան կամ այս կողմ կամ այն կողմ, ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ ենթադրություններ անել պետք չի, որտեղ շատ կարևոր հայտարարություններ են արվել, նաև պաշտոնական խողովակներով, նաև տասով։ Առաջինը Պուտին եւ այս վարչապետի հանդիպումից հետո փող վարչապետ Օվերչուկը մեծ հարցադրույցով հանդես եկավ 10-ով եւ այս երկու օրը նաեւ արտգործնախարարության Ռուսաստանի 4-րդ վարչության պետ Միխայել Կալուգինը 10-ով մեծ հարցազրույց է տվել, որտեղ հստակ իրենք իրենց դիրքորոշման մասին խոսել են եւ նաեւ հետաքրքիր թվեր են բերել, հատկապես այս Կալուգինի հարցազրույցում։ Թվերը հետեւյալն են, ուրեմն հայկական գյուղամթերքի արտադրության 98%-ը իրացվում է Ռուսաստանում, ալկոհոլային խմիչքների 78%-ը իրացվում է Ռուսաստանում։ Ուրեմն սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այդ ամեն ինչը կանգնելու է եւ իրենք հստակ ասում են, որ անկախ այս Հայաստանի վարչապետից դիրքորոշումից այդ հստակ այդ խնդիրը Հայաստանի առաջ դրվելու է եւ ըստ էության լինելու են սանկցիաներ։ Սանկցիաները նշանակում է, որ գյուղատնտեսությունը Հայաստանում մահանալու է եւ ինչ որ ժամանակ հետո գյուղերը դատարկվելու են։ Նաև եւս մի կարևոր շեշտադրում կար, որ քանի որ բոլորը սպասում են, որ աշնան-վերջին եւ մյուս տարվա գարնանը աշխարհի շատ վայրերում սով է լինելու, կապված Հորմուզի միջանցքի փակման հետ, միջև այդ Ռուսաստանի էներգակիրների փակմանը, որը նաև պարարտանյութերի հետ է կապված եւ նաև գյուղատնտեսական ապրանքների հետ կապված վառելիքներ։ Եվ ենթադրում է, որ Աֆրիկայում եւ ելի որոշ երկրներում սով կսկսվի, սովահարություն կլինի, այսինքն համաշխարհային բարենային ճգնաժամ կլինի։ Եվ այդ Կալուգինը իր հարցազրույցում ասում է, որ նաև բարենային անվտանգության խնդիր կա, որը Հայաստանը կարող է լուծի միայն Ռուսաստանից։ Այսինքն սա նշանակում է, որ Հայաստանը ծայրահեղված իրավիճակում է հայտնվելու։ Մենք էլ չենք խոսում ատոմակայանի մասին, որը փակվելու է 36 թվականին եւ հիմա պետքա որոշում կայացվի, նոր ատոմակայան սարքվում է, թե չէ, վառելիքի գներ եւ այլն եւ այլն։ Եվ եւս մի կարեւոր շատ վտանգավոր պահ կա, որը ես էլ այդ հարցազրույցում չի ասվում, բայց կարելի է ենթադրել։ Ուրեմն խնդիրը որն է։ Ուրեմն Ռուսաստանը Ադրբեջանի հետ ըստ Կալուգինի պայմանավորվել են հյուսիս-հարավ ճանապարհի աշխատանքները վերսկսել, այսինքն Ռուսաստանից դեպի Իրան։ Հիմա սա աշխարհաքաղաքական նշանակություն ունի, համաշխարհային նշանակություն է ճանապարհը, որովհետև Միացյալ Նահանգները փորձում է ծովային ուղիները շրջափակել կամ վերահսկողության տակ վերցնել, իսկ բանի Ասիայի երկրները, Heartland-ը, եթե աշխարհաքաղաքական տերմինոլոգիայով խոսեն, ցամաքային ճանապարհներ պետք է սարքեն։ Դա եւ Չինաստանի ապրանքներին է վերում Ռուսաստան, Իրան, Հնդկաստանից
օվկիանոսը եւ այլն։ Հիմա Ադրբեջանը այդ հարցը լուծում է, հա, այսինքն նորից։ Հիմա դիմաց Ադրբեջանը ինչ է պահանջելու։ Հիմա տեսեք, Արևելք Արևմուտք Տրիփի ճանապարհը դա Միացյալ Նահանգները վերահսկողության տակ է եւ Միացյալ Նահանգները մտել է այդ ճանապարհի գծերից մեկի մեջ, հա, որ վերահսկողություն դերսնի, որը ուղղված է Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դեմ։ Այսինքն Հայաստանը եւ դրա մասին ուղղակիորեն ասվում է այդ ուղղությամբ է աշխատում, որ այդ ճանապարհը փակի, հա, կամ վերահսկողության տակ վերցնի եւ դրսից ուժ է հրավիրում, այսինքն թշնամի ուժ է հրավիրում։ Ադրբեջանը դա փորձում է խաղարկել։ Հիմա հարց, Ադրբեջանը ինչ է դա դիմաց պահանջելու։ Եթե ինքը ճանապարհը տալիս է, կարող է ինչ որ բան պահանջի մեր հաշվին, այսինքն նույն իրավիճակը լինի, ինչպես 19 թվականին, երբ որ Հայաստանին առաջարկվեց 5 շրջան հանձնել ճանապարհները բացել ռուսական վերահսկողության տակ Հայաստանի սուվերենության պայմաններում, այս գործող վարչապետը հրաժարվեց, հետո նոյեմբերի հայտարարության 9-րդ կետից հրաժարվեց, հետո բերեց ամերիկացիներին, հա, այդ տրիփի ճանապարհով, այսինքն ամերիկացիները վերահսկողություն վերցրեցին արդեն ցամաքային ճանապարհների վրա Ասիայից դեպի Եվրոպա։ Հիմա եթե Հայաստանը այս Եվրոմիության այս շոուն, որ կազմակերպել է, այսինքն ինքը դառնում է թշնամի երկիր Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի համար։ Ադրբեջանը դա փորձում է խաղարկել։ Ուրեմն սա շատ վտանգավոր պահ է Հայաստանի համար եւ Ադրբեջանը շատ փայլուն է խաղում։ Հիմա Ադրբեջանին կհաջողվի արդյոք այդ հյուսիս հարավ ճանապարհի դիմաց վերահսկողության տակ վերցնել Սյունիքը եւ Մեղրի ճանապարհը, մենք կտեսնենք, բայց այս իշխանությունը եթե մնա եւ այս քաղաքականությունը շարունակի, ապա դա նշանակում է հաջորդ փուլում մենք Սյունիքը կարող ենք Պարոն Դանիելյան, դուք խոսեցիք տնտեսական սանկցիաների մասին, այո, սանկցիաներ կարող են լինել, բայց Հայաստանը ԵԱՏՄ անդամ է շարունակում մնալ։ Եվ Փաշինյանի արձագանքը Պուտինի առաջարկին ըստ էության այն էր, որ մենք որևէ հանրաքվե չենք անում, մենք մնում ենք ԵԱՏՄ-ում միջև երբ որ մեզ պետք լինի դուրս գա։ Մենք կորոշենք։ Այո, Այսինքն միջև հիմա ձեզանից օգտվում ենք, հետո միությունից էլ դուրս հանելու մեխանիզմ չկա։ Ո՞նց է դա լինելու, այսինքն Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ, բայց Ռուսաստանն ու մյուս պետությունները մեկուսացնելու են։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, ոնց որ ԵԱՏՄ անդամ Ղազախստանի հետ Հայաստանը ուրիշ որակի հարաբերություններ է կառուցում։ Դեռ շատ հստակ ասվում է, սանիտարահիգիենիկ խնդիրներ կառաջանան, այսինքն այդ գոստերի եւ բաների հարց կառաջանա, կպարտվի Հայաստանի ամբողջ հացահատիկում, ես ինչ որ մի հատ կոլորոդյան բզեզներ կարող են հայտնվել Հայաստանում կամ եսի ինչ, այսինքն այդ հարցերը հնարավոր է լուծել։ Եվ ով ասեց, որ էներգակիրների գազի գինը չկարելի բարձրացնել, որովհետեւ գազի գինը տարբեր գներ ունի Առանձին է պետությունների երկրների միջև, հա, այսինքն Բելարուսը մի գնով է գնում, Հայաստանը այլ գնով, մյուս երկրները այլ գնով, այսինքն այդ հարցերը հնարավոր է լուծել եւ այդ բաները, ազդակները, որ գալիս են, դրանց պետք է չափազանց լուրջ վերաբերել եւ այդ տնտեսական ազդակները դա նշանակում է նաեւ քաղաքական, այսինքն Ես նորից այսի գյուղերը կարող են դատարկվել, մենք կարող ենք Սյունիքի վերահսկողությունը կորցնել եւ այլն, հա, եւ ուղղակիորեն ասում ինչի եք Միացյալ Նահանգներին բերել, երբ որ մենք 3+3 տարբերակն ենք առաջարկում, որտեղ Միացյալ Նահանգները գալիս են, այնտեղ պատերազմներ է սկսվում։ Լավ, պարոն Դանիելյան, ինչ փոխվեց Ներողություն եւ նաեւ Ուկրաինայի օրինակը չի ասեց, այսինքն որ Ուկրաինայում նույնպես ամեն ինչ նման ձևով դեռ կգանք հայտարարության այդ հատվածը, բայց ինչ փոխվեց ռուսների մոտ, որովհետեւ նույն այդ փոխվարչապետը Օվերչուկը 2025 թվականի օգոստոսի 25-ին արել է հայտարարություն, որ իրենք աջակցում են տրիպի ուղու իրագործմանը Հայաստանի ջանքերին։ Ինչ փոխվեց օգոստոսից մինչև դեկտեմբեր-հունվար, որ Ռուսաստանի մոտեցումները կտրուկ փոխվեցին։ Որքանով ես եմ հիշում, կարող է սխալվում եմ, բայց որքանով ես եմ հիշում, հայտարարության իմաստը հետևյալն է, այո, լավ է, որ այդ ճանապարհը սարքվում է ամերիկացիների հետ, բայց այդ ճանապարհը չի կարող աշխատել առանց մեր մասնակցության։ Եվ մենք նույնպես դրա կողմերից մեկը պետք է լինենք, որովհետև Տրիպով այդ ճանապարհները այնուամենայնիվ
կարող է Նախիջևանով մտնեն Հայաստան եւ Թուրքիա, որտեղ նաեւ Ռուսաստանը կոպտվի, եւ նաեւ հակառակ ուղղությամբ կաշխատի դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ եւ նաեւ ջուլֆայով Իրանով երկաթգիծ կարող է աշխատել նաեւ դեպի Միամիտ են Ռուսաստան։ ռուսները չէին հասկանում, որ թրիփում իրենց համար տեղ չկա։ Միամիտ չեն, ուղղակի իրենք ըստ էության ասել են թրիփը կաշխատի մեր մասնակցությամբ, եթե մենք չմասնակցենք, թրիփը ըստ էության չի կարող աշխատել եւ նորից հիշեցնի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։ Այսինքն այդ հայտարարությունը ամբողջական պետք է դիտել, որքանով ես հիշում եմ, այս բոլոր կետերը նշված էր։ Ահա։ Հիմա լավ գանք Պուտինի հայտարարության երկրորդ դրվագին Ուկրաինայի հիշատակումը, որ ըստ էության ասում էր, ինչ ասում էր Հայաստան հետ ուզում ենք խնդիրները լուծենք, քաղաքակիրթ ձևով բաժանվենք, որպեսզի չլինի Ուկրաինա, որովհետև Ուկրաինայի դեպքում էլ խնդիրները թողնվեցին, վերջում դարձավ Չէ, այդպես չէր ասել, որքան հիշում եմ, ինքը ասում էր ես, այսինքն ասում էր Ուկրաինայի խնդիրներն էլ այսպես սկսեցին։ ինքը ինչ ասում է Հայաստանի վարչապետին ասել են, որ մենք կշարժվենք այնպես, ինչպես դա ձեռնտու է հայ ժողովրդին, ոչ թե Հայաստանի իշխանությանը, հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը կարծիքը հարցնելու համար պետք է լինի հանրաքվե։ Եթե հայ ժողովուրդը որոշում այդ ճանապարհով գնալ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, հապկից վերջնականապես դուրս գալ, ապա դա հայ ժողովրդի որոշումն էր, այն ժամանակ արդեն մենք մեր որոշումը կկայացնենք։ Եվ հիշեցնում է, նաև ասում է, որ Եվրոպական միությունը ձեր ապրանքները ոչինչ պետք չեն, որովհետև 36% ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ է, Եվրոմիության հետ 10%։ Եվ այդ դեպքում արդենք մենք մեր քայլերը կանենք եւ դրանից հետո հիշեցնում եմ, որ Ուկրաինայում նույնպես այդ ամեն ինչը 2014 թվականին սկսվեց Եվրոպական միության հետ այդ ծրագրի ինտեգրման process-ի։ Ինքը ասեց, որ նախագահային Յանուկովիչին ինքը բացատրեց, դա ինչ հետևանքներ կունենա։ Յանուկովիչը հասկացավ, արևմուտքը հեղափոխություն սկսեց Ուկրաինայում եւ այդ ամեն ինչը նման վատ վախճան ունեցավ։ Սա արդեն ակնարկ է Հայաստանի հետ կլինի, բայց ի տարբերություն Ուկրաինայի, Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու խնդիր չունի։ Դրա մասին չի խոսքը։ Չէ, ընդհանրապես կարող է թույլ տալ Ադրբեջանը դա։ Հիմա ԿՊԱ-կանների տեսանկյունից որ նայենք, այ հատկապես որ Ուկրաինայի օրինակ վերում է, ասում է ԿՊԱ-կանները կամ իշխանությունը հարց են տալու Մոսկվային եւ հետաքրքիր կլինի ենթադրել ինչ պատասխան կլինի։ Ասել են դուք Ուկրաինայի օրինակը բերում եք, դուք պարոն նախագահ ասում եք, որ Յանուկովիչին բացատրեցիք, ինքն էլ որոշեց չգնալ ԵՄ, չէ, այդ ճանապարհով։ Եվրամիությունը հավաքական արևմուտքը հեղափոխություն կազմակերպեց, տապալեց Յանուկովիչին, մարդը ստիպված եղավ փախնել Մոսկվա։ Հիմա հարց. եթե դուք չեք կարողացել պաշտպանել Յանուկովիչին, որը ձեր խորհրդին լսելով չի գնացել ԵՄ, ասոցիացիան համաձայնագիր չի ստորագրել։ Հիմա ո՞րն է երաշխիքը, որ Փաշինյանը երբ լսի ձեզ, դուք կարողանալու եք պահել իրեն։ Ուրեմն ինչ վերաբերում է այդ անձնավորությանը, որի անունը նոր տվեցին։ Ինքը Մոսկվայում ինչ էր ասում։ Ինքը ասում էր, որ մենք այս պահին որևէ խնդիր չունենք ԵԱՏՄ-ից դուրս գալու համար։ Երևան վերադառնալուց հետո ինքը ասեց ամսի չեմ անում հունիսի 5-ներ թե 17-ը ես պայմանավորվել եմ գնալ Մոսկվա եւ Ռուսաստանի նախագահի հետ բոլոր հարցերը կքննարկենք։ Ինչ եմ ես ենթադրում։ Ես ենթադրում եմ, որ քանի որ այս մարդը, որ այսօր Հայաստանում վարչապետ է, ինքը որևէ սկզբունքներ, կարմիր գծեր, որևէ տես խնդիր չունի եւ ինքը ըստ էության բոլորին եկեք գցող բառ ասենք, կգցի, երբ որ պետք լինի։ Ինքը մտածում է հետեւյալ կերպ։ Ինքը ասում է, այո, ես այս Եվրոմիություն եւ այլն օգտագործում եմ, որովհետեւ բեր արտադրվեմ Հայաստանում, հետո կգնամ Մոսկվա, կասեմ ձեր ուզած ինչ ամեն ինչ ես կանեմ։ Այսինքն երկաթգիծը չի բանանի այդ Ղազախներին, ատոմակայանի շուրջ պայմանավորվածություն կվերցնի, կասի մենք Եվրոմիության նույնիսկ հայտ չենք ներկայացրել, որ մենք ցանկանում ենք ասոցիացվել, ուղղակի խոսում ենք, ես խոսել եմ, որպեսզի վերընտրվեմ, իմ ժողովրդին խաբել են, կամ ժողովրդի մի մասին։ Հիմա եկել եմ, ասում եմ, քեզ ինչա պետք ես կանեմ, որովհետև իր խնդիրը վերարտադրվելն է։ Ես կարծում եմ, ինքը այդ ձևի է մտածում, բայց դա կանցնի թե չի անցնի, արդեն այլ խոսակցություն է, որովհետև տեսեք նաև մի դրվագ, երբ որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին
Երևանում այդ հայտնի հայտարարություն արեց, չէ, որ ինքը կռմբակոծի պարադի ժամանակ, այդ զորահանդեսի ժամանակ Մոսկվան, Կրեմլը, հետո ինքը գնաց Բաքու եւ Բաքվում որևէ նմանատիպ հայտարարություն չարեց։ Այսինքն ըստ էության Բաքուն իրեն պահում է ինչպես Ուկրաինայի դաշնակից, չի ճանաչում այդ սահմանները, ռազմական եւ հումանիտար օգնություն է պարբերաբար ցուցաբերում։ Բայց միևնույն ժամանակ չի վտանգում իր շահերը։ Բնականաբար իր շահերը չի վտանգում։ Այսինքն, եթե ինքը Բաքվում նման հայտարարություններ աներ, ավելի տրամաբանական կլիներ, բայց ինքը այդ հայտարարությունը արեց Երևանում։ Այսինքն ինքը Երևանի ներքաշում է հակառուսական գործընթացի մեջ եւ նաեւ ռուսները ասում են, բա ինչի Հայաստանի վարչապետը ինչ որ ձևի չհակադարձեց, իր տարածքում նման հայտարարություն անելը։ Այսինքն Հայաստանի ներքաշում են այս process-ի մեջ։ Հիմա հարցը հետեւյալն է, այս վարչապետը մտածելով, որ ինքը ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, հետո կգնա Մոսկվա եւ բոլոր պայմանները կընդունի, մի բան էլ ավել, ես կարծում եմ, կառաջարկի, հարցը այն է, դա կընդունվի, թե դա չընդունվի, որովհետեւ այս անձնավորությունը արդեն վստահելի անձնավորություն չէ, որովհետեւ կարող է ինքը գնալ Մոսկվա ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, հետո գնալ, ասենք, Փարիզ այլ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Նաեւ շատ հետաքրքիր մի բան, այս ԵՄ քաղաքական համայնքի այս համաժողովը, գագաթնաժողովը եւ ԵՄ Հայաստանի գագաթնաժողովից հետո օրեր անց արդեն հայտարարվեց, որ Ֆրանսիան Սեզարները, հեռահար հրթիռային համակարգները սկսել մատակարարել Հայաստան։ Ինձ թվում է, սա նույնպես պատահականություն չի, սա ցույց են տալի, որ այո, իրենք ամեն ինչ անելու են Հայաստանի ներքաշել մի վիճակի մեջ, որպեսզի ինքը հետ դարձի ճանապարհ չունենալ։ Այնուամենայնիվ, եթե Աստված չանի այս անձնավորությունը վերարտադրվի, ես կարծում եմ իր մոտ դա երկար չի տևի, որովհետև այդ սանկցիաները այնուամենայնիվ կլինեն եւ Հայաստանի Հանրությունը արդեն կհասկանա, թե ինչ տնտեսական կախվածություն ունի Ռուսաստանից, ԵԱՏՄ-ից եւ սա ինչ հետևանքներ է բերելու, այդ հետևանքները մարդիկ իրենց կաշվի վրա կզգան եւ արդեն այդ 10,000 դրամ թոշակի ավելացման մասին չեն հիշի, որովհետեւ լուրջ ցրտի եւ մթի սովի իրավիճակ կարող է ստեղծվել հատկապես ձմռանը ու որպես հետևանք Հայաստանում իշխանությունը կփոխվի հեղափոխությամբ։ Մենք այդ Դանիելյան, տեսեք, դուք այս սցենարը նկարագրում եք, ինչը բավական իրատեսական է եւ Հայաստանում այս սցենարը մի անգամ արդեն իրագործվել է 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ սկսվեց, չէ՞, ասոցիացիան համաձայնագրի հետ կապված Հայաստանի այդ բանակցությունները ըստ էության պարտավորություններ այն ժամանակ ստանձնվեցին, որ նախագահական ընտրությունը թող հանգիստ անցնեն, մենք գալու ենք դեպի Եվրամիություն, հետո սեպտեմբերի 3-ը տեղի ունեցավ, մենք հայտնվեցինք կամ մեզ տարան ԵԱՏՄ, բայց դա կարճ տևեց, չէ, ըստ էության արևմուտքը ցանցավորել էր Հայաստանի իշխանական համակարգը, քաղաքական եւ հասարակական համակարգը։ Հիմա Փաշինյանը որ լավ գիտի, որ ինչպես է ինքը բերվել իշխանության, որ ինքը նույն խաղի մեջ է մտնելու, ինքը չգիտի, որ իր իշխանությունը եւս ցանցավորված է։ Արևմուտքի կողմից, եւ եթե փորձի ընտրություններից հետո գցել արևմուտքին, շատ արագ այդ քաղաքական ապտակ է ստանալու, տապալվելու է իշխանություն։ Հենց արևմուտքի կողմից է տապալվելու այս պարագայում։ Ես այդ պարագայում թե փորձելու է ամեն դեպքում։ Այդ պարագայում ինքը երկու կողմից է տապալվելու։ Իսկ եւ արևմուտքի եւ հյուսիսի եւ գուցե նաեւ հարավի։ Այսինքն մոտավորապես այնպիսի իրավիճակ կստեղծվի Հայաստանում, ինչպես 2018 թվականին։ Ինչ իրավիճակ։ Երբ բոլորը կողմ էին իշխանության հեռացմանը։ Բոլորը կողմ էին իշխանության հեռացմանը։ Այսինքն եւ պայմանական պրոռուսական, չնայած այդ բառերը չեմ սիրում, պայմանական պրոարևմտյան, պայմանական անկախ, պայմանական բիզնեսմենները, պայմանական հասարակ ժողովուրդ, բոլորը կողմ են, որ Սերժ Սարգսյանը հեռանա։ Այսինքն մի իրավիճակ էր, որը Սերժ Սարգսյանը չէր պատկերացնում եւ ինքը այդ ժամանակ շատ լուրջ բանի առաջ էր կանգնել, ինքը չէր սպասում նման
ասենք իրավիճակ, այլ նման իրավիճակ կարող է լինել նաև Հայաստանից գործող վարչապետի հետ, երբ որ բոլորը կողմ լինեն, եւ արևմտյան Որտեղ բոլորը քցված են իրենց համար։ բոլորը իրենց գծված են համարելու եւ բոլորը արդեն վերջնագրերով են խոսելու։ Հիմա տեսեք, արևմուտքը ըստ էության վերջնագրով է խոսում եւ պահանջներ է դնում Հայաստանի առաջ ռուսական զորքը հանելն են, նույն Մակրոնը հայտարարել, Ռուսաստանն արդեն վերջնագրով է սկսում խոսալ։ Իրանում իրավիճակը փոփոխությունից հետո եւ Իրանը եթե այնուամենայնիվ ինչ որ պայմանավորվածության կան Միացյալ Նահանգների հետ, այդ դեպքում Իրանը հաղթող կողմ է դուրս գալի եւ Իրանի քաղաքականությունը փոխվելու է։ Ինքը Հորմուզի միջանցքը իր վերահսկողության տակ է պահելու։ Եվ եթե Հորմուզի միջանցքը իր վերահսկողության տակ է պահելու, տրիպը ինչ է, որ ինքը դրան համաձայն է, հա, այսինքն ընդհանրապես խնդիր չկա եւ հնարավոր է նաեւ Իրանը վերջնագրով արդեն խոսա։ Եվ այս իշխանությունը եթե վերարտադրվի, ինքը բոլոր կողմերից ծուղակի մեջ է հայտնվելու եւ այդ իրավիճակը պայթելու է։ Բայց դուժելու է Հայաստանը, չէ՞։ Բնականաբար։ Որտեղ զիջվելու են այդ շահը։ Դուժելու է Հայաստանը եւ հայ ժողովուրդը, որովհետեւ հայ ժողովրդի մի զգալի հատված, ես չգիտեմ, խնդիրը ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը չի։ Հայաստանի հիմնական խնդիրը հանրության այն մի զգալի հատվածն է, որ նման հակաэսթետիկ, հակաքաղաքական, հակամարտկային, հակաբարոյական կերպարը ընդունելի է իրենց համար։ Սա նույնիսկ այդ անձի հեռացումից հետո մենք այս հասարակության մեջ այդ խնդիրը ունենալու ենք։ Դա է մեր հիմնական խնդրեմը։ Դե այստեղ վերադառնում ենք այն խոսակցությանը, պարոն Դանիելյան, որ միշտ նաև առիթի դեպքում ձեզ հետ խոսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը պատճառը չէ, հետևանքն է մեր հանրային քաղաքական մշակութային սոցիալական միջավայրի տասնամյակներով ձևավորվել էր մի այնպիսի մթնոլորտ, որ Նիկոլ Փաշինյանը պայմանական կերպար է, այսինքն կարող էր այդ անունը չլներ ուրիշ անուն, բայց նույն որակներով նույն որակը դժվար է գտնել տենց մարդ։ Բայց նմանատիպ ինչ-որ նման մի դա ունիկալ կերպար է։ նման մի բան, այսինքն ես այդտեղ համաձայն եմ ձեզ, որ մենք այդ միջավայրը ունենք խնդրահարույց եւ գիտեք ինձ նաեւ ինչ է մտահոգում, որ քաղաքական ուժերը շատ չեն խոսում սրա մասին։ Տպավորությունը էլի գալիս է այն իրավիճակ, որ այ Նիկոլին ազատենք, իրավիճակը կփոխվի, Նիկոլից ազատվենք, բայց ինչպես հայտնի քաղաքական մտածողներ ասում, զասոս իրավիճակ կարող է լինել այդ։ Հիմա երբ որ մենք ասում ենք մեղավորը քաղաքական ուժերն են, Չէ, չեն քննարկում սրանք։ Որքանով այդ ուժերին կարելի է համարել քաղաքական ուժեր։ Դրանք քաղաքականության զբաղվող տնտեսական ակտիվ է հիմնականում, հա, որը հիմնական խնդիրը ոչ թե քաղաքական խոսքն է եւ քաղաքական միտքն է, այլ ձայն բերողներ են։ Այսինքն 95 թվականից սկսված Հայաստանի քաղաքական ֆիգուրները դա ձայն բերողներն են։ Ով ինչ եղանակով կարող է ձայն կբերի։ Բայց նայեք, հիմա մեր խնդիրը նաեւ ավելի լուրջ է, որովհետեւ մենք արդյոք հասկանում ենք, թե մինչև 19-րդ դարում սկզբին Հայաստանը ինչ էր իրենից ներկայացնում։ Հանրությունը ինձ թվում է Պապ Թագավոր ա եղել, Արշակ Տիգրան Մեծ, բայց 15-ից 18-րդ դարերը այս տարածքը ինչ է իրանից ներկայացնում, դա դասագրքերում չի ներկայացվում։ Դասագրքերում չի ներկայացվում 15 թվականի ցեղասպանության հիմնական պատճառները։ Հիմնական պատճառները դա նույնիսկ առաջի աշխարհամարտը չէր, եթե առաջի աշխարհամարտը չլներ, այդ ցեղասպանությունը ինչ որ այլ եղանակներով լինելու էր, ինչպես 1950-ական, 60-ական, 70-ական թվականներին, 30-ական թվականներին ասունիներին, հույներին, քրդերին, եզդիներին նույնպես ըստ էության։ Որտեղ մեր պատմության դասագրքերը քաղաքական չեն, այսինքն քաղաքական տարածաշրջանային աշխարհակաղակական վիճակը չի ներկայացնում։ Կար բազմաչարչար այ ժողովուրդ կամ տարածաշրջանի ժողովուրդ ու կար նենք ոսող, այսինքն մենք պատմությունից այս երկու բանը գիտենք, չգիտենք դե մենք ենք բազմաչարչար եղել, իսկ ոսող ինչեր նենք, այդ բանը չենք հասկացել։ Եթե շատ հեռու գնանք, ոսող պատերազմի հավարայի ճանապարհը դա ինչ քաղաքական գործընթաց էր, տարածաշրջանում ինչ process-ներ էին գնում, ինչ բանավեճեր էին գնում, արդյոք դա կրոնի համար է, կրոնի համար չէր։ Մեղավորը հայերն էին, թե ասենք պարսիկները, հա, որտեղ դա շատ հետաքրքիր իրավիճակ է բացում։ Բայց եթե դա դասագրքերում ներկայացվում է, փոքր ժամանակից մարդիկ սկսում են քաղաքական մտածողություն ձեռք բերել։ Մեզ մոտ չի խոսվում 18-ից 20 թվականի դեպքերը, 21 թվականի դեպքերը։
Օրինակ դասագրքերում բան են գրել, ռուսները 1828 թվականին եկան Հայաստանը նվաճեցին։ Մառախ։ Նվաճել են, Հա, մարազմա, հա, ինչ Հայաստանի մասին է խոսքը, կամ երբ որ իրենք խոսում են, որ 21 թվականին հայկական հողերը ռուսները նվիրեցին, ես ռուսներին արդարացնելու համար չեմ ասում, նվիրեցին թուրքերին, բայց չեն մտածում դեռ անկախ Հայաստան կար արդեն ոչ Ալեքսանդրապոլ։ Քարոզչական իմաստով լրիվ աբսուրդային մի վիճակ կա, քարտեզեր շրջանառվում, սա Տիգրան Մեծի Հայաստանն էր եւ սա Հայաստան, որ ռուսների գալուց հետո մնաց մեզ։ Հա, այսինքն մարդիկ իրականությունից կտրված են եւ մեղավորը գուցե մարդիկ չեն, որտեղ մեղավորը քաղաքական կամ պետական համակարգն է, որը չի կարողացել համապատասխան դասագրքեր, համապատասխան քաղաքական ինստիտուտներ ձևավորել, think tank-ներ ձևավորել, կուսակցություններ ձևավորել, կուսակցությունների օրենքը նայում ենք, մենք խոսել ենք դրա մասին, դա խայտարակություն է, այդ օրենքում Հայաստանը չի կարող կուսակցություն լինի։ Հիմա այս վիճակը բերել է նրան, ինչ որ մենք այսօր ունենք, եւ մենք ունենք հանրության մի զգալի հատված, որը իրականությունից եւ տրամաբանությունից բացարձակապես հեռու է, բայց նույնիսկ դա չի ամենավատը։ Բարոյական կատեգորիաներ չկան։ Հենց դրա մասին էր իմ հարցը, պարոն Դանիելյան, որ չնայած դուք արդեն ասացիք ռեկտաս նոր, օքեյ։ Հենց սրա մասին էր հարցը, չնայած դուք արդեն մեկնաբանեցիք, որ ըստ էության քաղաքական կոչվող ուժերի զգալի կամ մեծ մասը քաղաքական բառի հետ կապ չունեն, բայց կարծում եմ ի վերջո փոփոխությունների կամ այս վտանգների չեզոքացման միակ ճանապարհն է, որ իրական խնդիրները քննարկվեն։ Ինչպես մենք հասանք այս վիճակին եւ ինչպես անել, որ այս վիճակից դուրս գանք, որովհետեւ եթե ախտորոշումը չլինի, դժվար լուծում հնարավոր լինի գտնել։ Այս մեր խոսակցությունը, երբ որ YouTube-ում դրվի, կտեսնենք ինչքան հայհոյանքներ է լինելու։ Ինչի համար, որովհետեւ մի կողմը ֆեյքեր են քաղաքական է հասկացանք, մյուս կողմերը անկեղծ հայհոյանքներ են լինելու, որովհետեւ այն ինչ որ իրենց պատկերացումներ ունեն եւ ինչ որ մենք հիմա խոսում ենք, դա իրանց համար կոգնիտիվ դիսոնանս է ստեղծում։ Այսինքն, այսինչ են խոսում, այսինչ սա պետական քաղաքականություն է ենթադրում, իսկ այն հարցը թե այդ որ ուժերը կարող են գալ եւ այդ քաղաքականությունը իրականացնել, դա արդեն մեծ հարց է, որի պատասխանը չունեմ, բայց մի բան հստակ է, հունիսի 7-ին ընտրություններ են լինելու եւ եթե վարչապետը ընտրվեց, վերընտրվեց այս քաղաքական ուժը, մենք գնում ենք խորքային եւ դաժանագույն ցնցումների եւ սա այն դեպքը կլինի, երբ որ այդպես դեպքեր պատմության մեջ եղել են, երբ որ ժողովուրդները իրենց ձեռքով, իրենց որոշմամբ կամ ինչ-որ մի որոշմամբ գնում են ինքնասպանության։ Այ հունիսի 7-ին նման ակտ կարող է տեղի ունենալ։ Բայց էլի գանք նրան, որ ժողովուրդները մեղավոր չեն, մեղավորն են էլիտաները, որոնք այդ ժողովուրդներին այս կամ այն ճանապարհով ուղղորդում են։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, հետաքրքիր դրույթի համար։ Ես շեշտեմ զրուցում էինք քաղաքագետ Ստեփան Դանիելյանից, տեսություն կհանդիպենք։